Продолжился судебный процесс по уголовному делу. Հայաստանի արտգործնախարարությունը պետք է թափանցիկ կերպով հանրությանը տեղեկացնի, արդյոք պաշտոնապես դիմել է Բաքվին երրորդ երկրի կողմից Ադրբեջանում պահվող հայ գերիներին տեսակցելու հարցով։ Ազատության զրույցում նշեց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը։ Հստակեցված չէ երրորդ երկիրը տվել է իր համաձայնությունը եւ արդյոք այդ երրորդ երկրի տեխնացության առնչությամբ պաշտոնական դիմում ներկայացված է Ադրբեջանի իշխանություններին։ Անցած տարի մի քանի տասնյակ հասարակական կազմակերպություններ դիմել էին արտաքին քաղաքական գերատեսչությանը, խնդրելով ԱԳՆ-ին դիմել չեզոք որևէ երկրի, որի հյուպատոսական ծառայողները կայցելեն Ադրբեջանում պահվող հայ գերիներին եւ տեղում կծանոթանան նրանց վիճակին։ Սակայն Հայաստանի արտգործնախարարությունը այդ դիմումը անարձագանք էր թողել։ Արտաքին քաղաքական գերատեսչությունը սակայն այսօր լրատվամիջոցներից մեկին փոխանցել է, թե Հայաստանը դիմել է չեզոք երկրի հյուպատոսական այց կազմակերպելու եւ Բաքվում գտնվող հայ գերիներին տեսակցելու խնդրանքով։ Միաժամանակ արտաքին քաղաքական գերատեսչությունը ընդգծել է, թե այցի կազմակերպման համար անհրաժեշտ է Բաքվի համաձայնությունը։ ԱԳՆ-ն սակայն չի մեկնաբանում, արդյոք Հայաստանն արդեն դիմել է Բաքվին երրորդ երկրի կողմից այցելության կազմակերպման համար։ Նախարարությունը նաև չի մանրամասնում, թե կոնկրետ որ երկրին է խնդրանքով դիմել եւ արդյոք այդ չեզոք երկիրն արդեն ընդունել է հայ գերիներին տեսակցելու Հայաստանի առաջարկը։ Ազատությունն այս հարցերի վերաբերյալ հարցում է ուղարկել արտաքին քաղաքական գերատեսչությանը, պատասխանը ստանալուն պես այն կհրապարակենք։ Իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը հղումանելով միջազգային պրակտիկային նշում է, որ այս տեղեկությունները հրապարակային են եւ պետք է հասանելի դառնան հանրությանը։ Ճիշտ է, որ այդ անունը լինի թափանցիկ հանրության համար եւ նաեւ արտաքին գործերի նախարարությունը թափանցիկ կերպով պաշտոնապես դիմի Ադրբեջանի իշխանություններին, որպեսզի համաձայնեցնի տեխնացությունը։ Եվրոպական դատարանում գերիների շահերի ներկայացուցիչը նշում է, որ ըստ ընթացակարգի եւ Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է համաձայնության գան տեխնացու երկրի շուրջ։ Միայն դրանից հետո փաստացի հնարավոր կլինի իրականացնել այցելությունը։ Իրավապաշտպանի խոսքով Ադրբեջանում պահվող 20 հայ գերիներին այցելությունն այս պահին հույժ կարևոր է, հաշվի առնելով, որ անցած տարվանից նրանք հայտնվել են կատարյալ մեկուսացման մեջ։ Որոշ ռազմագերիներ իրենց ընտանիքների հետ 40 օրը մեկ հեռախոսով շփվելու հնարավորություն ունեն, ինչն էլ ավելի ծանր վիճակում է դնում ընտանիքներին։ Նման ահազանգեր մենք ստացել ենք լուրջ վնասվածքների վերաբերյալ։ Իրավապաշտպանը գերիների հարազատներից նաև տեղեկություններ է ստացել, որ ադրբեջանական բանտում պահվող հայ պատանդներից ոմանք նաև վնասվածքներ ունեն։ Հնարավոր չէ ճշտել, արդյոք բռնության հետևանքով են այդ վնասվածքները հասցվել։ Ադրբեջանի իշխանությունների պահանջով անցած տարի փակվեց Բաքվում գործող Կարմիր խաչի գրասենյակը եւ հայ պատանդների պահման ու առողջական վիճակի մասին անկախ տեղեկատվություն ստանալու հնարավորություն չկա։ Անկախ բժիշկներ զննելու եւ առողջական վիճակի մասին հավաստիանալու հնարավորություն չունեն եւ նման պայմաններում կա բացարձակ մեկուսացվածություն արտաքին աշխարհից։ Продолжился судебный процесс по уголовному делу в отношении гражданина Армении Рубена Վարդանյանը։ Իդեպ Ադրբեջանում 20 տարվա ազատազրկման դատապարտված Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի կնոջը ԱԳՆ-ում օրերս ընդունել են նախարարության մարդու իրավունքների եւ հումանիտար հարցերի վարչության պետ Կարինե Սուջյանը եւ հումանիտար հարցերի բաժնի պետ Վրեժ Քարդումյանը։ Այս հանդիպումը, որ տեղի ունեցավ Տիկին Զոնապենդի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված 2 նամակներից հետո, մասնակցել են նաեւ գերիների, պատանդների եւ անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի եւ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչները։ Այս քննարկմանը մասնակցած Սիրանուշ Սահակյանն Ազատությանը փոխանցեց, որ խոսել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին այցելելու Վերոնիկա Զոնաբենդի մարդասիրական նախաձեռնության մասին։ ԱԳՆ պաշտոնյաները խոստացել են քննարկել, թե պետությունը ինչ չափով կարող է աջակցել այդ նախաձեռնության իրականացմանը։ Ռուբեն Վարդանյանի կինը մտադիր է ազգությամբ ոչ հայ, հայտնի կին իրավապաշտպանների ուղեկցությամբ մեկնել Ադրբեջան գերեվարված 20 հայերին տեսակցելու նպատակով։